Հայաստանը Եվրամիությունից ակնկալում է անվտանգության այն համընդգրկուն համակարգը, որն ունի միությունը։ Այս մասին ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման խորհրդարանական մշակման հանձնաժողովի արտահերտ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացն սկսելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է Հանրապետություն խմբակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հարցրել է, թե անվտանգության ոլորտում Հայաստանն ինչ ակնկալիքներ ունի Եվրամիությունից, ինչին ի պատասխան Զեյնալյանը նշել է. Հայաստանի Հանրապետությունը եւ կամթամակցի Եվրոպական միությանը կդառնա այնույն անվտանգության համակարգի մաս, ինչ կունենա Եվրոպական միությունը։ Դա անվտանգությունը բազմաբաղադրիչ երևույթ է, դա ոչ միայն զինված ուժերն են, պաշտպանությունն է, այլ նաեւ տնտեսությունը, ժողովրդավարությունը, այլ ինստիտուտներ, որոնք ապահովում են համապարփակ անվտանգությունը։ Մենք ակնկալում ենք դառնալով Եվրոպական միության անդամ կամ ընթանալով այդ ուղղությամբ ստանալ այդ անվտանգության կամ մտնել այդ հովանու տակ։ Արմեն Գևորգյանը փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանից հետաքրքրվել է, թե գործընթաց սկսելուց հետո ինչ արձագանքներ է եղել կառույցից։ Ըստ փոխարտգործնախարարի Բրյուսելում սպասում են Հայաստանի Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ընդունմանը։ Դրանից հետո պետք է ակնկալել արձագանքներ։ Միջոցառումը Հայաստանի փորձագետների համար էր, կար հրավիրված մեկ փորձագետ Եվրամիությունից եւ նպատակը ոլորտային հարցերին էր ուղղված ՍԵՊԱ-ի իմպլեմենտացիայի եւ այլ շրջանակներում Բրյուսելում սպասում են ըստ երևույթի երկրորդ ընթերցման օրենքի ընդունմանը եւ ապա պետք է ակնկալել արձագանքեր։ Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին, փոխնախարարը նշել է, որ այս մասով բանակցությունները շարունակվում են։ Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշել է, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունն այս պահին Եվրամիության կողմից վարվող միակ ազատականացման երկխոսությունն է, որևէ այլ պետության հետ այս պահին նման երկխոսություն չկա։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծին։ Այն կընդգրկվի ազգային ժողովի գումար նիստի օրակարգում։ Առաջինից երկրորդ ընթերցում որոշակի փոփոխություններ են կատարվել։ Նախաբանից դուրս է եկել առաջին հատվածը։ Հայաստանի Հանրապետությունն արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը նախադասությունը։ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրել է. կառավարությունն առաջարկել էր ընդհանրապես օրենքն ընդունել առանց նախաբանի։ Նախագծի տեքստի երկրորդ հատվածը եւս խմբագրվել եւ վերաշարադրվել է։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։